մեր պաբերը, տադերը, մեր Արամիցյան Հայաստանից են եկել, ընտանիք են կազմել, մենք էլ ծնվել ենք, դերս է ծնվել։ Ճիշտն ասած, պաբից չեմ տեսել, տադից եմ տեսել, որ 14 տարեկանից եկել աստե, փախել է եկել է, ամուսնացել է, մենակ ասում է շատ դաժան ձևով փախի եկել ենք, մի կերպ ես սահմանը անցել են։ Գաղթական է եղել, հերնումերը զոհվել են ընդե, պատահական դենց ընկել է ժողովրդի հետևից եկել է։ Թող խաղաղություն լինի, համաձայն, բայց այս ձևի ես սուտի խոսակցությունները, ժամանակավոր ժողովրդի աչքերը փակելու համար։ Եթե թշնամի է, ուրեմն թշնամի է։ Եթե ինքը Ալիև գրողի ցավը խաղաղության մասին է խոսում, ինչա գիշեր ցերեկ հեռուստաալիքներով Եվրոպայում կլինի, գրողի ցավ տեղերում կլինի, Հայաստանը բանը, Արամիցյան Ադրբեջանը, ոնց թե։ Ասում է 300,000 մարդ պետք է տեղավորեք, փախստական ունենք։ Բա մեր փախստականները, մեր Ղարաբաղցիքը, այսօր անտուն, անտեղ, սոված ծարավ ապրում են, 40-50%-ից ավել, ոնց հասկանանք էդի։ Հիմա այդ 300,000-ը միամիտ Աստված թույլ կարոտ պահի, որ գան լսվեն Երևանի մեջ։ Եթե 300,000 թուրքը ամեն մեկը 10 հատ բան անի, Երևանը 2 միլիոն բնակիչ է, եղավ որ Երևանը վերացավ։ Իրեք երեխա ունեմ, Աստված սաղ բալեկին պահաբան, երկու աղջիկս ամուսնացած են, ես էլ տղես էլ, հələ չի էլ ամուսնացել 30 տա, ավելի լավ այս իրա դարը քրդինքը, բոմբը տնի տակը տրակցնի, Աստված իրար հետ, բայց ոչ թե իմ պաբական ծնողներից, որ ֆունդամենտից սարքել են, թուրքը գա, ուզում է 100 միլիարդ փող տա, ինձ պետք չի այդ փողը, էդի պետք չի ինձ, ու սենց կկործանվենք կետանք, եթե սենց Աստված կարոտ պահի շար, չեմ անում, չգիտեմ, աղջիկ ջան։ Մենք համ զինվորն ենք կրճատում, համ էլ զենք չենք ուզում առնենք, ռադատկով էլ նմեն պատերազմիտ են, եթե մեր պետության, Հայաստանի պետության, աղջիկ ջան, բռնած Լևոն Տեր-Պետրոսյանից մինչև առեսօր, ոչ թե 1,5 միլիոն, 2 միլիոն աշխատավարձներ ստանային դեպուտատները, թող ստանային 1 միլիոն 800,000, են մնացածը կներ զենքի, որ այսօր մեր ժողովուրդը, մեր բալեկը, մեր թորները, վաղը միսօրը, ասեն, այ բանակ ունենք, զենք ունենք, Ադրբեջան, Ալիև դու չելնես, ով ուզում ալնի, մեր դեմը հաղ չկա։ Պատկերացնում եմ, եթե այդ Միջանց կոչեցյալը տվին, Գորիսով բդի գան, մինչեր Արարատի ճանապարհով մտնեն էտան բան, չէ, իրանց երգիր, ով կաբրել ընդե, սա կփախնեն, տեսեք խաղաղություն բերինք, ինչ խաղաղություն բերինք, Սա քաղաքական քայլերը, գյուզալական ռուսից խի փախանք, չեմ ասում մեր ազգի աչքի լուսն է եղել, բայց 80% հայի մեջքին կանգնած է, ինչ որ տեղ իմացել ենք մեր ազգը, որ մեր մեջքին ինչ որ մեկը կանգնած է, շատ վտանգավոր ժամանակաշրջանում ենք ապրում, աղջիկ ջան, այդ հետի մեր ազգին չի սա, Գիտեմ, միշտեր ծախողներ եղել են, բայց ես այսօրվա այս տարաշրջանում ես աստիճանի չէի տեսել, չգիտեմ, ապրում էինք խաղաղ, համեստ, մի
ամեն ինչը վերացել է։ Մարդկային աշխարհն էլ մեղք չունի, որովհետև լավ չեն երկիրները ղեկավարը։ Հրամփին աշխարհով ծափ ենք տալու, չէ՞։ Մեր հայերն էլ են ծափ տալու։ Բանից պարզվում է իր տղեն, աղջիկը, Էրդողանի փեսու տղի հետ սուրբ աղբերություն են։ Խաղաղություն տարավ կանչեց ընդե։ Ինչ, էդի ես չեմ էլ հավատում։ Եվրոդադարանը ինչ արեց մեր ազգի համար, մեր Ղարաբաղի զոհվածների համար։ Ինչ արեց։ Ոչ մի բան։ Որտեղ լավ ղեկավար ունեինք, ղեկավարներ։ Դու պատկերացրեք այսօր հասարակ ես մի բուռ մարգարան։ Երիտասարդ համայնքապետ ունենք։ Շատ լավ բաներ արել այս համայնքի համար։ Այսօր պատկերացրեք մի ամիտ բերանից մի բար դուրս կա, իրա ճիշտ բառել, ուրեմն եթե հասցնեն տեղ, ինքը առավոտ է կասեն դիմումդ կրա, շուտ արա։ Կամ պիտի կան ձեռնեն օլերեն տանեն, դու իլարով որ համայնքապետ, էլ չի ասեն, նույնը Սամվել Կարապետյանը, քիչ բանար է, ասում են կերելա, ոնց թե, բա դու չեք ուտեմ, ով չի ուտեմ, մարդը խի աշխատում, որ չուտի, իրանք լապում են, իսկան խոսում եմ կարող առավոտներ կան հետևից ես, գործանումը գալիս է շատ հեռվից երևի, ինձ թվում է, երևի հենց Լևոն Տեր-Պետրոսյանից էլ գալիս է, էդի ժողովրդին ոչ էլ արձահայտում են, ոչ ասում էին։ 2026-ի ընտրություններում Նիկոլ Փաշինյանին կընտրեք կամ Իրաքին։ Ես, իր հարց չտաս էդից։ Աղջիկ ջան, ես առաջի օրն էլ, որ ինքը Լենինականի շարժը բերա, ես մեր համայնքի որոշ մարդկանց ժողովրդին ասել եմ, ես մեր սրանց լավ հոտ չի կանում և ես գուշակեցի, իմ գուշակումը շատ ճիշտ է։ Ես միշտ որ նստում եմ կամ սենց գալիս է աչքից նայում այս բաները, ես ասում եմ Աստված ջան, եթե լսում ես չեն ես, մեր պետությանը մի հատ կախարդական փայտիկով ղեկավար է պետք, որ այս մեր հայերի այն ամենաազգի դավաճաններին բռնի փայտիկը սենց ասես ինչ մարդուն, որ այս ժողովրդին բերին այս օրին հասցրին, ազգը սիրող, մեր Հայաստանը սիրող, պաշտող մարդ է պետք, ու թո այդ ղեկավարը թո լինի Հայաստանի ամենամիլիարդատերը չէ, տրիլիոնատեր ընտանիքը, բայց ազգի մասին մտածող այսօրին չընկնեն մարդ։